Բարև բոլորին, այսօր էլի ես եմ Բուրգենը ու անցած անգամ ոնց խոսք էի տվել Գարիկի հետ պայմանավորվել էինք 2 F10-երի համեմատական վիդեո ենք անցկացնելու։ Քանի որ ես իմ մեքենայի վրա ուզում եմ հասկանամ թե ինչ է իրանից ներկայացնում, թե իջը արժի անել թե չարժի, այս սպիտակ F10-ը բոլորի շատ հայտնի է, մեր Zlo-ի մեքենան է։ Իրանից թվա բոլորը գիտեք ինչեր է արած իր վրա, ինչ փոփոխություններ, իսկ մյուս F10-ը լրիվ զավացքոյ ստոկ վիճակում է։ Մի քանի բառով ամեն մեքենայի մասին կխոսանք ու այսօր քշելու ենք հասկանանք թե ով ինչի է ընդունակ։ Մեր դոկտորի մեքենան առաջինը ցույց կտանք, բայց մինչև մեքենաներին անդրադառնալու ուզում կանչեմ իմ ընկերոջը, որին բոլորը ճանաչում եք, Գար, արի մեր Zlo ընկեր։ Ոնց ասի։ Իմեր ինչ։ Ընկեր։ Ողջույն։ Ողջույն։ Ախրա։ Ողջույն։ Լավ է։ Ավյակապ, շատ լավ ասիր։ Ընտիր ես ասել։ Գար, վերել եմ, ոնց քեզ խոսք էի տվել։ Մենք դուս քեզ ես ավտոն։ Ես որ F10 եմ տենում, քշվում եմ, գիտես, չէ։ Մեջս բանը, էմոցիաներ է արտնանում։ Ես մենակ ուրախ եմ ու այսօր լավն է, իրար հետ մի հատ կնայենք։ Ես դաժե չեմ ասել տպել ես փոք եմ, այսօր sense փիթիզավարի եկել եմ քեզ յուր։ Ես իմիջալուց հենց նոր բան էի, գոնկի էի, կարակ շնորհավոր եք Google-ի կոմենտներում ինձ, ես երրորդ տեղ եմ զբաղացրել։ Եկեք մի հատ շնորհավոր ենք, էլի երրորդ տեղը, մանավանդ այն մրցույթին, որ դու ես մասնակցել ես F10-ով, ինձ թվում է Սեինթովը հայեր։ հայեր, օքեյ։ Ես չեմ ասել փոք եմ իրականում, այս տպերը Կարանք հենց հիմա է փոք ենք իմիջալուց։ Ես մի հատ առաջարկ ունեմ քեզ։ Արի մի հատ այն մեքենան, որ բերել եմ, մի հատ իրար հետ նայենք։ Արի, արժի։ Հետո քո մեքենային անդրադառնալուց համեր կփոքենք։ Հետևորդների հետ արի նայենք։ Հետևորդներ եկեք։ Եկեք գնացինք նայելու։ Ասպես էս ինչ F10 է։ Սենց ասեմ, ինքը F10-ն է։ Ահա։ Որը որ մաքսիմալ մոտիկ է կոմպլեկտացիայով ու ամեն ինչով, քոնին, դաժե գույնով։ Ահա։ Քանի որ ես քո ավտոն գիտեմ, այս ավտոն գիտեմ։ Քո ու իր ավտոն տարբերվում է ընդհանրապես 2 կետով։ Եվ Սալոն, M կոմպլեկտացիա, ռուլ, չգիտեմ, ամեն ինչը նույնն է։ Ահա։ Ինքը ունի մասաժ։ Դու ունես մասաժ։ Okay, ծախում ես ավտոզը։ Չէ։ Ահա։ Իսկ ինքը ունի դավոճիկ։ Դավոճիկ։ Դու չունես դավոճիկ։ Միակ տարբերությունը արդարության համար կասեմ, ես կուզեի ունենայի դավոճիկ։ Ես էլ կուզեի։ Որ ընկերուհիս քացով չփակեր դուռը ամեն անգամ։ Դու տեսել ես իմ հազա բաներ են որ դուռը ուժեղ բրթելուց պահում չի թողում խփի։ Ահա տեսել եմ։ Ավտոս։ Արա հիշարա։ Ուղի 2 տարի առաջ էր։ Որ դեն չունի էթի չար։ Դե, օրոք անկեղծության համար պետք է ասեմ շատ թարմ է, սիձելնիկները իրոք շատ թարմ է։ Հա, իրականում շատ իդեալական պահած մեքենա է։ Ռուլն է շատ լավ, մանիտորն էլ է հələ թարմ են, որ զգացում է որ այն վատ բաներով չեն սրբե։ Գույները շատ բան է մնացել, թարմ է մնացել։ Որտեղ օրինակ իմ ավտոյի նախկին տերը շատ խուժան բանով սրբել էր ու շատ վատ էր եղել դրանից հետո։ Ուզում հասկանամ ռեստայլը, չէ։ Հա, ռեստայլն է, 15 է։ Խի թաչ չի բա։ Թաչ է։ Ոնց է թաչ։ Թաչ է, ես։ Հաստատ։ Ահա, ես փորձել եմ։ Oh, you touch my tra-la-la. Այս դեֆեկտը բոլորը ունեն, սենց ասեմ։ Ամենածիծաղալուն գիտես։ Իմը աղբերս է ջարդը, հերոն է ջարդը։ Ես ուզում էի քեզ ցույց տալ, որ իրանը աշխատում է, բայց երկու առաջ իրանն էլ է ջարդը։ Արես ինչ է, սիպտ այս առանց սրա չի եթում այս ավտոսը։ Stock N55 ոնց որ ասում են։ Այս մեքենան ամեն ինչով ինձ դուր է գալիս, ամեն ինչով։ Սենց ասեմ, դաժե ինքը ստոկ է, իր թափները են շատ դուր գալիս։ Միակ դեֆեկտը իմ համար, որ ձեն չունի։ Իմ համար պետք է ավտոն ձեն ունենա։ Լավ ձեն ունենա, սիրուն ձեն ունենա։ Արի նայ դե ձենը որն է։ Գնացինք։ Դա իմ սալոնը սպիտակ է, սև չի։ Որը էլի սիրուն է շատ։ Հələ մի վարքյան, այս հիմա մեզ նկարողը սպիտակ F10-ի տերն է, ու ես իրան ուզում ցույց տամ, թե ավտոյի ձենը որն է։ Դավայ։ Այսա։ Շատ լավն է։ Երջանիկ դեմքով էլ արեթի։ Դու գիտես այս դեմի դերն ինչ է նշանակում։ Դոկտոր։ Այո։ Դե դու ցաղը դոկտոր եք ախպեր։ Դե հիմա դա։ Չէ, սակրել է, չէ դոկտոր։ Իհարկե։ Դրա համար համեսություն անում կադրի մեջ չի երևում, էլ ինքը
լուրջ դոկտոր։ Լավ, ձենը համեմատեցինք։ Նայ, խոսքիս եմ ասեմ, հենց հիմա տղավարի ասում եմ, ինձ M պակետի բանտաժը չի դուզում, ինձ դուզում է M բանտաժը, բայց մեկը իմինից ավելի լավն է։ Էսի M պակետին, նա։ Էսի M պակետա, իմը խոսքի ժանդամու գյոռա, չգիտեմ ինչ է իմը։ Բայց հաստատ ոչ է M պակետ բանտաժ։ Դե հա, ինձ ինչ շատ Բայց ադուր եթե գալի, M չգիտեմ։ պակետը M բնականաբար Դե, ես ամեն չեմ ինչն է։ սիրում M պակետը, որ ճիշտ ասեմ, բայց էսի ավելի շատ չեմ սիրում։ Էդի խեմ քեզ ասում, որ հիմա ճիշտ է ինքը stage 2-ը անդե չգիտեմ, տենց արդեն հավաքած է բան զենը եւ այլն գնալը ամեն ինչը, բայց բանտաժները հավաքած չի։ Ես քեզ հիմա առաջարկում եմ, որ մենք Համեմատական անցկացնենք։ այո, շես ու քո էմոցիաները ասես։ Միանշանակ ես կողմում դրան։ Գնացինք։ Բարև ձեզ։ Արա դզեց, արա այս ինչ ձեն, արա։ Սարվես ինչ հապվերա։ Ես չգիտեմ ես ինչ են արել ես ավտոյի հետ, բայց ես ընդհանրապես 3 լիտրանոց F10 չի։ Ես չգիտեմ ինչ են սարքել։ Ես պրոստը սենց ասեմ, ես մտածում էի մենակ ձենն է էմոցիաները։ Ես ընդհանրապես չեմ սիրում սենց մեծ խոսալ շատ, չգիտեմ սենց գովալ, բայց ես ապեն չգովալու տեղ ընդհանրապես չունի, ես չգիտեմ ես մեկների հետ ինչ են արել, հանողներին շատ մերսի ու ես ոնց հասկանում եմ իմ մտածմունքները, թե անեմ, չանեմ, իսկ մա ռեակցիայից արդեն պարզ է, թե պատասխանը որն է։ Անցած վիդեոյի մեջ որ ասում ենք լիտրաժն է հարցը, թե stage-ն է, իսկ թվում է լիտրաժն է հարցը։ Ուսանը։ Չգիտեմ, երկրորդ է, թե երրորդ որ ճռած դաժե։ Ոնց որ երրորդ դաժե։ Անկախ ինչ արագությունից ուզում ա լինի, ոտդ նորից կպցնում ես, ավելացնում ես դաժե 20%-ով պեդալը, ինքը ոնց որ նոր շունչ, նոր թափ առնի։ Հելա չկա պրոստը, չգիտեմ։ Ես վիդեոյից դուրս պետքա Գարիկ հետ լավ լուրջ զրույց ունենամ, հասկանամ 2 լիտրաժից հնարավոր է սենց պլյուս մինուս սենց էմոցիա ստանալ, թե չէ գոնե։ Ես իրականում չեմ կարող այս էմոցիաները կամերայով փոխանցել, չգիտեմ, այդ ոնց է հնարավոր է, ես մաքսիմալ մոտիկ ներկայացնեմ, իսկ այդ անհնար է, թե ձենը, թե գնալը, թե զգացողությունները, այս մեքենան բավականին մեծ է, ասենք F30-ը ճարպիկ շատ լավ հզոր մեքենա է այլի, բայց տրոյքից F30-ից դու սպասում ես ինչ-որ սենց ճարպիկ մանյովրներ, այս մեքենայի չափերի համեմատ ինքը պրոստը, չինեմ, ահավոր շուստրի է ու ընդհանրապես չես զգում, որ դու մեծ ավտո ես քշում։ Իրա ամենամեծ պլյուսներից մեկը էդ է։ Տենանք ես ինչ ենք նստել։ Թողինձների այս մեքենայի վարորդը, բայց ես իրա սաղ ֆունկցիաները խառնելու եմ իրար։ Աբա։ Մենացինք։ Սրա մեջ ես սենց ասեմ, անկեղծ ասեմ, հլը նոր եմ սկսել, ես ավելի մանրամասը էմոցիաներից կկիսվեմ։ Անհամեմատ փափուկ է, չգիտեմ, ինքը շատ լավ է թափ վերցնում, անկախ դրանից, որ ինքը ստոկ է։ Ամեն դեպքում 3 լիտր է։ Ստոկի ու ստեյջի տարբերությունը։ Ու դեմս իհարկե ավտոկար չկարացի միջև էր սխվում, բայց ակնհայտ էր էլի ինձ թվում է թեկուզ է տեղից փոխվելու պահը։ Ինձ ասեմ անկեղծ, ինչն է ինձ տեղ դուր գալի վիճակի ու հենց կոնկրետ այս մեքենայի մեջ։
ինքը ֆանտաստիկ թարմ է պահած, կոնկրետ հենց այս մեքենային է վերաբերվում։ Իր հարմարավետությունը, մեծությունը։ Հիմա ասեմ, թե ինչը չի հերիքում։ Ինձ չի հերիքում իր ձենը։ Հիմա եկեք մի հատ սկսենք Sport Plus։ Հասկանանք, թե ինչա իրանից ներկայացնում ես մեքենան իր թափով, իր ամեն ինչով։ Ինձ շատ է դուր գալի այս մեքենայի պրոյեկցիան, որը, եթե ճիշտ եմ հիշում, գարիկներ ունի, հա, եթե ճիշտ եմ հիշում, որն է հաստատ ունի, շատ կոմֆորտ է քշելու ընթացքում, շատ կոմֆորտ է, որտեղ անընդհատ գլուխդ չես կախում, չես նայում, իմը չունի այդ ֆունկցիան։ Չէ, շատ լավ է ստոկի համար, սենց ասեմ, ինքը ինձ թվում է իր մաքսիմալ ձիրերը ողջ են դեռ իր մեջ։ Չգիտեմ այդ ինչքանով է ճիշտ ասված, բայց շատ լավն է, շատ լավն է, իր կոմֆորտը, իր ամրությունը, իր փափկությունը, իր մեծությունը ու իր մեծության հաշվին ընդհանրապես չես զգում, որ ինքը շատ մեծ է, ինքը շատ կոմֆորտ մեքենա է։ Ասում եմ, միակ բանը, միակ կետը, որ ինձ չի հերիքում, այն ձենն է, չգիտեմ իրականում կամերայով այդ լինում է լսել թե չէ, հեռախոսով լսվում է թե չէ, բայց այդ ձենը ֆանտաստիկ էմոցիաներ է տալի մարդուն իրականում։ Ես չնայած Սակոն իմ ընկերն է, այս մեքենայի տերը, ես իրան միշտ ասել եմ, իր առած օրվանից ես իրան ասել եմ, որ պետք է մեքենան փոփոխվի մենակ իր ձենը, իր արտանետման համակարգի հետ պետք է որոշ գործողություններ անել, որ մի քիչ էմոցիաները ավելանա, չնայած էլի պակաս էմոցիաներ չի տալիս իր ստոկ հալով, բայց մեկը չի հերիքում մի քիչ, սենց ասեմ, ես իմ մեքենան բնականաբար սենց չի գնում, համեմատաբար ավելի թույլ է, բայց ես իմ մեքենայից ստանում եմ այն էմոցիան, որ չեմ ստանում սրա մեջ։ Սրա մեջ ահավոր լավ է արագությունը, ահավոր սենց մեծ է, դու զգում ես, որ սենց ինչ-որ լուրջ, սենց մեծ, չգիտեմ, տեխնիկայով ես շարժվում, չեմ կարող հարմար բառեր ընտրեմ դրա համար, բայց ձենը ստեղ պակասում է։ Հիմա այս վիդեոն տնալուց հետո հույս ունենամ այս մեքենայի տերը կմտածի ասածների շուրջ, չնայած ես իրեն մի անգամ չի որ ասել եմ, ու ես նաև իմ օգնությամբ թեկուզ որոշակի փոփոխություններ կանենք, չեմ ասում տանի stage 2 անի, չգիտեմ, մոտոր, կարոպկա, գարիկի նման, չգիտեմ, շատ բարձր ու հզոր որակով ձեն ստանա, էլի թող լինի ավելի ցածր որակով, բայց այդ էմոցիան ստանա, ես իմ մեքենայից էլ եմ ասում, մտածում եմ շատ բարձր է, կտանեմ մի քիչ թեթևացնեմ, մի քիչ կմեղմացնեմ եւ այլն, բայց ժամանակի ընթացքում դու նենց ես սովորում ու երբ որ մի քիչ էլ ձենը թուլանում է կամ մի քիչ հանգիստ ես քշում, արդեն քո համար անսովոր է ալու, որ այդ ձենը չկա։ Համեն դեպս BMW քշողը տես լինի, ինձ թվում է։ Ու ինձ թվում է լավ բաներ կլինեն, կսպասվեն ապագայում մեր զլոյի եղբայրն է։ Երրորդ հորիզոնական։ Վաու։ Այսօր շատ լավ օր է մեզ համար։ Բոլորիս։ Հետո մի քիչ հետ մնացել։ Okay։ Տեսակ ասում։ Հա։ Հասկացա ինչի մասին էի խոսում։ Այս սրա մասին էի ասում։ Երաշկ։ Բայց նես չէ մերը վատա այդում ընգեր։ Հետո ինչ որ ձեն չունի։ Հապը չեմ կարա չասեմ։ Շատ լավ է գնում, շատ լավ է գնում։ Իրոք, այս մեքենայի շուստրիություն ասեմ, չգիտեմ, շուստրիությունը երևի հենց, այնա որ ինքը շատ հանգիստ է, ընդհանրապես ձեն չի գալի իրանից, ոչ գլուխից է ձեն գալի, ոչ մեջն է ինչ-որ ձեն գալի, սոժը, որ ասում է նեմեց է, էլի ամեն դեպքում շատ որակով է սարքած, ու ինչքան էլ ստոկ է եւ այլն, ինքը բավականին շուստրի մեքենա է, ինչ առումով, որ ինքը ձեն չունի հավաքած, ինչ-որ
բարձր ձեներ գրուժցելներից չի գալի եւ այլն, դու չես սպասում ես մեքենան ինչի անընդունակ։ Իրա պլյուսը իմ կարծիքով էսա, որ սխում ես, ինքը ձեն չի անում, բայց թռնում է պրոստը։ Իրականում չգիտեմ, այդ զգացողությունը ինձնից է թե տվյալ մեքենայից է, որ ինքը բավականին մեծ մեքենա է, փոքր չի, բայց մեջը նստած քշելու ընթացքում ես իմ տրոյկի համեմատ թեկուզ միշտ եմ քշում, անհարմարություն դիսկոմֆորտ չեմ զգում, որովհետև իր ամեն սանտիմետր միլիմետրը զգում ես քշելուց։ Հիմա հարց, այդ ինձնից է թե գերմանացիներն են շատ խելացի սարքել այս մեքենան։ Դե ինչ, այսօրվա համար այսքան է։ Գար, քեզ շատ շնորհակալ եմ ախպերս։ Ես էլ քեզ եմ շնորհակալ ընկերս, որ կանչում ես, հրավիրում ես քո ալիքյուր։ Ես իրական շատ ուրախանում եմ, որ հայտնվում եմ ստե, որովհետև ինքը այսպես մարդ է ու իր հետ համ ամեսնություն ես անում։ Իր հետ համ ընկերություն անելն է կայֆ, համ վիդեո նկարելն է կայֆ, ու ոբշեմ ամեն ինչն է կայֆ է։ Ես որ քեզ մերսի ընկերս, որ բերեցիր այսօր ինձ ցույց տվեցիր ստոկետը։ Ես կարոտել եմ, օրինակ տեսա դուրս եկավ շատ։ Ես մենակ ուրախ եմ, որ քո մոտ հին էմոցիաներ առաջացավ դրական։ Կարծում եմ քեզ դուր եկավ իմ ավտոն, բուրգեն։ Միանշանակ է։ Որտեվ իհարկե դրա մասին խոսք չէր կարա լինել իրականում, բայց լավ, ես չգիտեմ դու հիշում ես թե չէ, ես իրականում իմ անցած վիդեոն ինչ այո։ Իմ անցած վիդեոն մոնտաժ անելու ժամանակ եմ այդ բաղը ֆիքսել, իրականում մոռացել էի, բայց մոնտաժ անելուց ֆիքսեցինք, որ անցած անգամ իմ հակը մի հատ մայկա կար, նո, վեր sense, որ դու հավանել էիր ու ես քեզ խոստացա, որ դու դրանից կունենաս դու դրանից։ Հələ մի հատ բռնի, ունեմ ես դրանից արդեն, հա։ չգիտեմ, ուսակի ո՞վ է։ Դե բա ուրիշ ինչ պետք է խոսքի։ Դժվար շորտիկ հանես հիմա։ Նույնի շորտիկն է, Կարջան, արա ջան, արա։ Չո։ Զլոյ արա։ Հելմատպասի չեմ նայել, ուր ես փագում։ Արա շատ սիրուն է, բայց անկեղծ նամարվանդ օվերսայզ, կակրած ուզում էի օվերսայզ սպիտակ մայիկա, տեսակ կպավ խոսքի։ Հենց նոր, արա շնորհակալություն, եղբայրս, պաչեմ։ Ամենամեծ պես դու էլի։ Դե ինչ, շնորհակալություն ձեզ, դուք գտնվում եք իմ ալիքում։ Իմ ալիքում։ Զլոյ։ Չէ։ Ոնց բա մեզ եկի շտարբուրս, մենք մոքոնը որն են իրենք։ Մեր ալիքում, գտնվում ենք մեր ալիքում, այո։ ինձանով փայ մտա ջոգիր ալիքի։ Դու ունեցա փայ ունես։ Արա չարա շատ նավներ դասը։ Եյ։ Բայց որակ զգալի բայց։ Մյուս վիդեոյի մեջ անպայման ես մայկով եմ դինել, հա որակը հարց չկա, հաստությունը, կողոդը շոկ եմ ունեցած։ Չէ, հողա բամբակա։ Ես էլ սրանով եմ, ես էլ ինքն եմ նույնիսկ։ Արնեմ աղես հացնում։